Ապրիլի 22-ը նշվում է որպես երկրի օր և խորհրդանշական պատահականությամբ հենց այսօրն արդեն երրորդ անգամ կայացավ Robust Armenia 2026 կոնֆերանսը, որը կրում է «Բիզնեսը և բնությունը» խորագիրը։ Կոնֆերանսին մասնակցում էին հանքարդյունաբերության, բանկային և այլ ոլորտների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին, թե ինչպես է բիզնեսը հարաբերվում բնության հետ, ինչ քայլեր են արվում կանանչ տնտեսության զարգացման համար։ Կազմակերպիչ Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արադ Հադևոսյանն ասում է, որ բիզնեսի զարգացման և բնության պահպանման մեջ կա հավասարակշռություն, բայց ամեն ինչ կախված է կոնկրետ բիզնեսի պատասխանատվությունից։ Բնականաբար պետությունը և կարգավորիչ մարմինները իրենք սահմանում են այն պարտադիր մինիմումները, որոնց ցանկացած ընկերություն պետք է համապատասխանի, բայց յուրաքանչյուր բիզնես իր հերթին ինքն է որոշում ինչ չափով կարելի է ուղղակի մինիմումին համապատասխանել, բայց կարելի է անել ավելին, ուստի կարծում եմ, որ խնդիրը գտնվում է կոնկրետ ընկերությունների որոշումների և պատասխանատվության տիրույթում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով, բիզնեսի բնության և կենսաբազմազանության մեջ հակադրություն կա, բայց պատասխանատու բիզնեսների համար գործակցության հնարավորություն էլ կա, պետք է ռիսկերի կառավարման ճիշտ մեխանիզմ մշակել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացնում է կարևոր ծրագիր, որն ուղղված է անտառների վերականգնմանը։ Ընդհանուր 300 հեկտարին մոտավորապես տարածք է, որից 18-ը արդեն վերականգնվել է, երկուսը ընթացքի մեջ է, 273-ի մասով շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվեց և Հայ անտառի հետ կնքվեց հուշագիր, որ մոտակա տարիների ընթացքում այդքան մասով անտառ պետք է վերականգնվի։ Լիզիան Արմենիա ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանը 4 կետ է նշում, թե ինչպես պետք է նվազեցնել բացասական հետևանքները բնության վրա։ Առաջինը դա խուսափելն է կոնկրետ ազդեցությունից, այսինքն չանել այն աշխատանքները կամ չանել այն գործողությունները, չկառուցել այն օբյեկտը, որը որ կարող է բերել կենսաբազմազանության կամ բնության վրա ազդեցության, հաջորդը եթե դա անխուսափելի է կամ այսինքն շատ կարևոր որից է տարածքում դա չի գտնվում, հաջորդ քայլը գալիս է նվազեցնել ազդեցությունը։ Հաջորդը, երրորդը դա վերականգնելն է, այսինքն ազդեցությունը աշխատանքների ընթացքում թե աշխատանքներից հետո այդ ամեն ինչը վերականգնելն է, ազդեցությունը, թույլ տված ազդեցությունը, եւ վերջինը փոխհատուցել մի այն կերպով, որը կնպաստի եւ բնությանը եւ կենսաբազմազանությանը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որդեգրել է ժամանակակից բիզնեսի մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը։ Ամենակարևորագույնները, որոնք առնչվում են կայուն զարգացման, դա բնապահպանական պատասխանատվությունն է, սոցիալական պատասխանատվությունը եւ այդ երկու կարևորագույն բանը ոնց են կառավարվում եւ համապատասխան դրան համապատասխան կառավարչական մոդելը, որ այդ 3 տառը լինեն հիմքում կայուն զարգացման։ Այսինքն կայուն զարգացումը այսօր դիտարկվում է որպես ժամանակակից բիզնես մոդել։ Կօգտագործես կհամարվես ժամանակակից ոչ միայն հանքարդյունաբերող, որևէ այսօր բիզնես ուղղություն ասեք, եթե հիմքում կա այդ պատասխանատվություն բառը, այդ դեպքում ինքը համարվում է ժամանակակից։ Բանախոսներն ընդգծում են, որ կայուն զարգացման հաշվետվությունը դառնալու է պարտադիր։ Նաև ընդգծվեց, որ շրջակա միջավայրի վրա մեծ ազդեցություն են ունենում նաև գյուղատնտեսությունը, տարբեր ենթակառուցվածքներ, սակայն սևեռվածությունը հանքարդյունաբերության վրա է։ Հանքարդյունաբերությունն էլ կարող է ունենալ շատ մեծ ազդեցություն շրջակա միջավայրի վրա, մասնավորապես կենսաբազմազանության վրա, որը պատասխանատու հանքարդյունաբերողը պարտավոր է այսօր ժամանակակից հասանելի գործիքակազմի միջոցով կառավարել։